Վերջապես գրեթե ամենօրյա ռեժիմով իրավապահ մարմինները ենթադրյալ ընտրակաշառքների մասին տեղեկություններ են հրապարակում, բացահայտումներ անում, ինչը կարելի է ենթադրել, որ մասշտաբների առումով բավական մեծ գործընթաց է գործում։ Ինձ հետաքրքրում է մեր իրավապահ համակարգը արդյոք ունի այն պոտենցիալը, այն ներուժը, որ կարողանա յուրաքանչյուր նման դեպքի հետևից գնալ, թե այնուամենայնիվ մեր արևմտյան գործընկերների օժանդակությունը, այդ կարողությունները ուժեղացնելու հարցում մենք տեսնում ենք։ Դա գիտեք ինչ, բոլոր առումներով էլ միշտ էլ ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում մեր օրակարգն է, եւ երևի թե աշխարհում տենց իրավապահ մարմին չկա, որը ասի ես արդեն այն կետի եմ հասել, որ զարգացման անհրաժեշտություն չունեմ, առավել եւս մեր իրավապահ համակարգը, բայց ես հիմա այսօր նայելով, հետադարձ հետայած գնահատելով, մենք պետք է արձանագրենք, որ հակակոռուպցիոն կոմիտեն, որ հատկապես այն ժամանակ է մենք ստեղծել ենք մասնագիտացած այդ թվում ընտրակաշառքների խնդիրը լուծելու համար, շատ լավ աշխատանք է անում եւ շատ ուրախ եմ ես դրա համար։ Բայց մյուս կողմից չի նշանակում, որ մեր իրավապահները հասել են կատարելության։ Ցավոք մենք չենք կարող, մենք ասել այդպիսի բան եւ գիտեք իրականում կատարելության երբեք էլ չեն հասնել, միշտ էլ զարգանալու տեղ կա, բայց իհարկե երևույթները մտահոգիչ են եւ մենք պետք է լրջորեն պայքարենք ընտրակաշառքների դեմ, որ ակնհայտ է որ պետք է պայքարենք, բայց նաեւ այսօր ես ուզում եմ ելույթներից մեկում ասել, թե չստացվեց իմ թույլ տվեք համոզմունքը նաև արտահայտել, որ ընտրակաշառքով իմ կարծիքով այլևս Հայաստանում հնարավոր չի հարց լուծել։ Հնարավոր է մի քանի ձայն փախցնել, բայց տեսնելով մարդկանց տրամադրությունը, մարդկանց քաղաքացիական գիտակցությունը, մարդկանց քաղաքացիական ինքնազգացողությունը, իմ կարծիքն է, որ ընտրակաշառքով քաղաքական հարցեր այլևս հնարավոր չի լուծել Հայաստանում, բայց ինչ խոսք կարողությունները պետք է անդադ եւ շարունակաբար զարգանան։ Այս փուլում արևմտյան գործընկերների հետ մենք աշխատում կոնկրետ այդ մասով ես ինչքան գիտեմ, տենց կոնկրետ այդ իրավական գործընթացների մասով համագործակցություն չկա։ Ընդհանուր առմամբ մեր դատաիրավական համակարգի բարեփոխումների շրջանակում միշտ համագործակցությունը որ եղել է, դա է, ինչքան ես տեղեկացված եմ, որովհետև գուցե ինչ-որ բան, բայց կոնկրետ գործերի հետաքննության հետ կապված չեմ կարծում, թե մենք որևէ համագործակցություն